2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած սպանության գործով գրքերը չեն հանդարտվում։ 3 Չարենցավանի դատարանում իրավիճակը թեժ էր։ Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն էր տեղի ունեցել։ Երկու անձ հարձակվել էին 24-ամյա Սարգիս Զենյանի վրա, դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով երիտասարդը սպանվել էր։ Սպանված Սարգիս Զենալյանը ՍԴ դատավոր Արտակ Զենալյանի հորեղբոր թոռն է։ Վերջինի սպանությունը խորը արմատներ ուներ։ Բանն այն էր, որ սպանություն կատարողի եւ սպանվածի միջև ամիսներ առաջ կոնֆլիկտ էր տեղի ունեցել, որից հետո նրանք հանդիպել էին ու արդյունքում հանդիպումը ճակատագրական եղավ Սարգիս Զենալյանի համար։ Այժմ սպանության գործով կալանավորված են 2 եղբայրներ։ 3 Չարենցավանի դատանում տեղի է ունեցել այս աղմկարույց գործով առաջին դատական նիստը, ինչի արդյունքում դատանում սպանվածի հարազատների Սարգիս Զենալյանի եւ Մեղադրյանների միջև վեճ է տեղի ունեցել։ Սկսվել է ծեծկռտուք, վիրավորվել են դատական կարգադրիչներ։ Իրավապահները շտապել են Չարենցավանի դատարան, շտապօգնություն են կանչել, քանի որ ծեծկռտուքի արդյունքում դատական կարգադրիչներից մեկը ստացել է գլխի շրջանում վնասվածք, սակայն այսօր մեզ հայտնի դարձավ, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Այս մասին հայտնել էին ներքին գործերի նախարարությունից, անդրադառնալով Չարենցավանի դատարանում տեղ ունեցած միջադեպին։ Քիչ առաջ Ամնուր լրատվականին հայտնի դարձավ, որ ձերբակալվածների մեջ է ՍԴ դատավոր Արտակ Զենալյանի հորեղբայրը, սպանված Սարգիս Զենալյանի քեռին ու ընկերները։ Վերջիններս դեռ ազատ չեն արձակվել։ Ամնուր լրատվականը դիմել է նաև քննչական կոմիտե, քննչական կոմիտեի պատասխանը կներկայացնենք մի փոքր ուշ, թե ինչ քրեական վարույթ է նախաձեռնվել եւ ինչ է սպասվում 31 ձերբակալվածներին։